Հարության ընթացքում երբևէ որևէ մինչ այս պահը խոսքով որպես այդպեսին հանդես չէր եկել եւ առաջին մեկնարկը որ կարող էինք պատկերացնել թե ինչ պատկերացումներ ունի ինչն է դատավորի համար կարեւոր կամ անկարեւոր սկսեց նրանից որ նախ սկսեց վերահաստատել քաղաքացիական պայմանագիր կուսակցության խոսույթը ոչ թե ասեց եռակլուղ այլ ասեց 3 ուժերին է մոռում սա մեկ եւ նույնիսկ եթե լավ ընդունենք առաջին անգամ վրիպակ էր, երկրորդ անգամ էլի շարունակեց ու երբ որ արդեն միայն են բարակայում, երբ որ կողմը ասեց կներեք, էլի ես ինչ եք անում, ոնց կարելի է կողմին դիմումատու կողմին ասել 3 ուժեր, մենք 7 դիմում ունենք, որ 3-ին է վերաբերվում, ասեց դե ուժեղ Հայաստան դաշինք ու այդ պահին կարծես թե ինչ որ մի բան իր մեջ շարժվեց, էլի ուզում էր հասկանալ դա չէ, բայց դրանից հետո արդեն իր հայտարարությունները, որոնք դուրս էին գալիս առհասարակ այս քննարկման շրջանակներից, որոնց ես նույնիսկ հիմա ես կարող եմ կանխատեսում անել, որ առհասարակ արտաքին միջամտության հարցին Սահմանադրական դատարանը իր եզրափակիչ գրավոր որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարելու, բայց ինքն օգտագործեց ի պաշտոնե այդ հարթակը, որպեսզի եւս մեկ անգամ առաջ բերի այն թեզերը, որոնք շրջանառվում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից եւ գումարած դրան կարծես թե տպավորություն էր, որ այս նախորդող 3 ծանրաբեռնված օրերի շրջանակներում, երբ որ սենց հեղեղ է տրվում իրավախախտումների, ընտրախախտումների, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունում է, որ ինքը փաստացի ամբողջ նախընտրական ժամանակաշրջանում կանաչ լույսը վառել է, թողել է, ասել է, ով ինչ ընտրախախտում ուզում է անի, ես չեմ դրան անդրադառնալու, չի կարողանում տարրական մաթեմատիկական հարցերին պատասխանել, թե ինչպես է հաշվարկը եղել, չի կարողանում բացատրել, թե ոնց է, ինչպես է իմացել առհասարակ, որտեղից է իմացել, որ զինվորները քվեարկում են մինչև ուշ գիշեր, այդ հարցերին պատասխան չի տալիս, չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տրամադրել, թե ինչու է զինվորների քվեարկությունը մինչև X պահը ընդունելի, հետո X պահից հետո երբ որ այդ արդյունքները պարզ եղավ դարձան անվավեր, այդ ինչը փոխվեց, ու պարզ է իհարկե, որ այստեղ միանշանակ են հանրության համար դառնում ընտրությունները անվավեր ճանաչելու հիմքերը, փորձում է այսպես հանրային ընկալման ուղղությունը փոխել այլ ուղղությամբ եւ առաջ բերել այն թեզերը, որոնք ակտիվորեն շրջանառվում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից։ Տիկին Սողոյան, ի պատասխան Սեդա Սաֆարյանի հարցի, պարոն Արծվիկ Մինասյանն ասաց, որ դիմումում նման հիշատակում չկա, սխալ է հիշում, ի վերջո կա դիմումում նման հիշատակում, թե չկա։ Մեր դիմումում չկա, ես ինչպես հասկացա պարոն Օրբելյանի խոսքից, իրենց դիմումում կան հիշատակում խախտման ինչ մեր վստահված անձի մենք այդպիսի դեպք չենք արձանագրել առհասարակ փորձեցինք նաև այդ դեպքից հետո 258 որոշման մեջ ման գալ այդպիսի բան չգտանք եւ կարող ենք առերևույթ պնդում անել որ Սեդա Սաֆարյանը զրպարտել է Հայաստան դաշինքին իդեմս իր վստահված անձի։ Շնորհակալություն, պարոն Օրբելյան։